Նորմալ է, որ իշխանությունն արգելել է, որ հոգևորականները մտեն կալանավայրեր։ Դա էշություն է, ոչ թե նորմալ է։ Իմ կարծիքով ոչ։ Այսինքն Հոգևորականները չեն կարող մտնել կալանավայրեր, կալանավորների հետ զրուցել։ Ես գիտեմ, որտես բան չկա։ Հա։ Այո։ Դե ես իշխանությունից աղջիկ ջան ուրիշ բան հնարավոր չէ սպասել։ Նրանք իրենց տան նկատմամբ են ընդդեմ անտարբեր, զսվելի։ Դե չի կասկածել, որ նրանք կարող են մի օր մի լավ բան անեն այս ազգի համար։ Այն նստած օրվանից առ այսօր ես ինչ մտածել եմ, դենցել եղել է ու չգիտեմ, Աստված կանչենք, որ չվերարտադրվեն, թե չէ վայ մեր ազգ։ Նորմալ եք համարում, որ իշխանությունն արգելել է հոգևորականներին մտնել կալանավայրեր։ Դա նորմալ բան չկա այդտեղ։ Ես չեմ խառնվում։ Չէ։ Քաղաքականության մեջ չկամ, տեղեկություն չունեմ, իսկ եթե քիչ այն տեղեկությունը աշխատում եմ չխոսամ դրա մասին։ Ինչու՞։ Այո։ Նորմալ է դա դες համար։ Այո։ Ինչու՞։ Որովհետև հոգևորական ինչ գործ ունի քաղաքական այս ինտրիգների մեջ մտնում։ Իսկ կալանավայրեր մտնի այնտեղ։ Կալանավայրեր առավել եւս որ չի կարելի, որովհետև նրա Այո, հոգևորականի ինչ գործն, նա պետք է զբաղվի իրեն գործով, որը որ տարիներ շարունակ իրենց գործով չեն զբաղվում։ Բացարձակ։ Իսկ կալանավորների համար աղոթքը դա իրենց գործը չէ։ Գիտեք ինչ, կալանավորը աղոթի, նախ հոգևորականները բոլորը պիղծ են, պղծված են, սկսած վեհափարից վերջացրած բոլոր իր ստորադաս աշխատողներով, որը որ երկրի վիճակը այս վիճակին է, իրենք զբաղվում են քաղաքականությամբ եւ իրենց մարդուն բերում նկարում դնում են վեհարանի պատի վրա եւ դրանով սարքում են որպես կուրկ, հասկանում եք հոգևորականը ինքը իրեն դերը չի կատարում։ Նախկինում ինչպես է եղել։ Նախկինում, երբ որ մեր հայերը հոգևորականը զբաղվել է նման բանով, մխիթար սպարապետին վերցնենք, հոգևորականը թողեց իրեն դպրությունը ամեն ինչը եւ գնաց մասնակցեց պատերազմի։ Հասկանում եք, չի կարելի, իրենք արդեն այն աստիճանի են պղծվել, նրանց համար փողը, նրանց համար պատիվը, արժանապատվությունը թքած ունեն, որովհետև փողից են կողմ ոչինչ չեն տեսնում։ Նորմալ է, որ իշխանությունն արգելել է հոգևորականներին մտնել կալանավայրեր։ Ինչ է սխալ։ Որտեղ հոգեկան է ուրիշ աշխարհ է։ Իսկ կառավարությունը ուրիշ է, նա իրար հետ կապ չունեն իրար հետ։ Իշխանությունն արգելել է, որ հոգևորականները մտնեն կալանավայրեր։ Սա նորմալ է։ Դա սխալ է էլի։ Չէ, սովմա։ Ինչի՞ չէ։ Ես թվում է կալանավորներին ինչ որ տենց հոգևոր ինչ որ աջակցություն բանից թվում է պետք է իրանք, որ իրանց ինչ որ չափ լավ զգան։ Աս իշխանության կողմը մեկ նորմալ բան չի գա։ Ամեն աննորմալ եւ անգիր ցեվով ամեն ինչ վարկատրեն։ Մեզ մարդու եք հարցնում, ես ոչ մի բան չեմ կարող ասել։ Ինչու՞ ձեր կարծիքը։ Բալես դու ինձանից լավ ես հասկանում, որ մի էշություն է դա։ Նորմալ է, որ իշխանություններն արգելել են հոգևորականներին մտնել կալանավայրեր։ Գիտեք ինչ, իմ խելքը բան չի կտրում այդ ամեն ինչից։ Իսկ բարոյական առումով։ Դե ես իմ հոգևորականները մտնում էին ինչ էին անում։ Կալանավայրեր աղոթք էին կարդում։ Հանգստացնում էին, հա կալանավորում։ Դե եթե հանգստանում էին, լավ չի, թող հանգստանան էլի մարդիկ։ Ճիշտ խոսքը ունի խորություն, դիպուկա եւ ուղղված է իրականությանը։ Դառը ճշմարտությունը լավ է, քան թե քաղցր սուտը։ Եթե իշխանությունը այդպես է գտել, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի երբեք չեմ հակառակվի եւ չեմ մեկնաբանի իշխանությունների որոշումները։ Իսկ բարոյական է։ Արդյոք կալանավայրում գտնվողները չունեն այդ իրավունքը։ Այսինքն ինչ իրավունք, որ շփվեն հոգևորականների հետ։ Յուրաքանչյուր մարդ առանց հոգևորականի ինքը այսպես թե այնպես իրավունք ունի շփվի Աստծո հետ
եւ դեմ չգնայ մարդկային զգացմունքներին։ Պարտադիր չի որ հոգեվորականը լինի մեր կյանքում, որպեսզի մենք կարողանանք մեզ դրսևորենք հավուր պատշաճ։ Բայց միգուցե հոգեվորականները կարողանային ճիշտ ուղղությամբ ուղղորդել կալանավորներին։ Այդ ցանկություն չունեմ ընդհանրապես որևէ մեկին փնովելու, բայց այդ ճիշտն ու սխալը յուրաքանչյուր մարդ ինքը իր մեջ պետք է կարողանա գտնի, ինքնակրթվի, կարդա, հաստատվի եւ ապրի այնպես, ինչպես պահանջում է մարդկությունը, ինչպես պահանջում է հասարակությունը, ինչպես մեր ժողովուրդն է։ Այսինքն այդ բոլորը միայն հոգեվորականով չի, եթե մարդը ինքը ասենք տգետ է, հետամնաց է, անբան է, հոգեվորականը չի կարող նրան ճիշտ ճանապարհի վրա դնի։ Յուրաքանչյուր ոք ինքնուրույն պետք է ինքնադրսևորվի եւ ապրի հավուր պատշաճի։